Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այդպես էլ չի մանրամասնում, թե ռուսական ռազմաբազա ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքի որ մասում է դատվելու Վալերի Պերմյակովը։ Կգտնվի ռուսական զինվորական բազայի տարածքում, թե այլ դա չի կարևորը։ Կարևորը Հայաստանի Հանրապետության տարածքում արդարադատության առաջ կանգնելու փաստն է։ Փաստն այն է, որ Պերմյակովը ռուսների ձեռքում է ռազմաբազայի կալանատանը։ Կոստանյանը խուսափում է ասել, որ Պերմյակովին իրենց ձեռքից բաց են թողել հենց սկզբից, ռուսները գտան, նրանք էլ տարան իրենց զինվորին։ Ով առաջինը բռնեցը չէ, ում տիրապետության տակ անցավ տվյալ անձը, ում իրավազորության տակ անցավ տվյալ անձը ի սկզբանե, սա կարևոր հանգամանք է։ Մինչդեռ գլխավոր դատախազը խոստովանում է, որ 15 տարի առաջ կատարված նույնատիպ հանցագործության համար ռուս զինվորներին դատեց Հայաստանի դատարանը միայն մեկ պատճառով։ Խնդիրը նրանումն է, որ այդ ժամանակ տվյալ անձը հայտնաբերվեց եւ ձերբակալվեց տվյալ երկրի իրավապահների կողմից եւ այդ պահին անկախ նրանից որ տարածքում էր գտնվում, վերջինս հանդես եկավ արդեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո ի սկզբանե։ Ռուսներն առայժմ ակնարկում են, որ Պերմյակովին չեն հանձնելու, իսկ նրա կատարած սպանդը փորձություն է, միասին կանցնենք дրա միջով։ Лица, совершающие такие преступления, не имеют национальности. Заверяю всех, что совершивший это ужасное преступление понесет самое суровое наказание. Սուրբ նշան եկեղեցու բակում Կոստանյանն արդեն խոսում էր միավորման անհրաժեշտության մասին, գյումրեցի մեծահասակները երիտասարդ վշտացյալներին խելամտության կոչ են անում։ Մի ամբողջ Գերդաստանը կտրել նա ոչնչություն է, որ այդպես ոչնչություն է, ուրեմն մենք է ոչնչության ենթարկենք նրան։ Հանկարծ ազգային թշնամություն չլինի։ Լևոն Բարսեղյանը Երևան ժամանելու ճանապարհին է լսել գլխավոր դատախազի հավաստիացումները, թե մեղավորը կենթարկվի պատասխանատվության։ Մեզ Կոստանյանի լալաները պետք չեն։ Ասպարեզ ակումբի նախագահը Կոստանյանին հիշեցնում է, այսօր ժամը 5-ին գյումրեցիները հավաքվելու են դատախազության մոտ, եթե Պերմյակովին չվերցրեցեք ձեր իրավազորության տակ, չփոշմանեք։ Հետևանքները ոչ ոք չի կարող կռահել, որևէ սցենար, գծագիր, ոչ մի փակ ծրար, որևէ մեկը ցուցարարների չունի։ Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի համոզմամբ Պերմյակովը միայն Ռուսաստան փախչելու եւ այնտեղ գտնվելու ժամանակ կարող էր Ռուսաստանի սահմանադրության պաշտպանության տակ լինել։ Պերմյակովը ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, հետևաբար Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունը չի գործում Հայաստանում։ Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ բորբոքված գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ չի քննարկվում Պերմյակովին Հայաստանի դատարանում դատելու հարցը։